Փաստի տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը գնալով ավելի ու ավելի ջղագրգիռ է դառնում։ Ոչ միայն հանրային հանդիպումների ժամանակ, երբ քաղաքացիներն իրեն մերժում են կամ անհարմար հարցեր տալիս, այլև իր թիմակիցների հետ հարաբերություններում։ Պարբերաբար ցնցումներից ու տհաճ տեսարաններից հետո նա պակասեցրել է շփումները հանրության հետ, իսկ հանդիպումների մասնակիցներից կեսից ավելին հաճախ իր հետ միասին տարվող շրջիկ խումբն է։ Թիմակիցների հետ շփումներն էլ չեն անցնում առանց նրանց բզիկ անելու։ Բանն այն է, որ ներքին օգտագործման բոլոր հարցումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը իշխանությունը պահելու հնարավորություն գրեթե չունի։ Հաշվարկները հուշում են, որ չի կարողանալու ստանալ բավարար քանակի քվեներ։ Սրա արդյունքում նա ամենօրյա ռեժիմով պատերին է տալիս թիմակիցներին, թե որևէ մեկը գործ չեք անում ամբողջը թողելեկին վրա։ Նույնիսկ մարդականակ չեք կարողանում ապահովել հանդիպումներին։ Նույնիսկ սպառնացել է, թե իշխանությունը կորցնելուց հետո միայն ինքը չէ, որ վարի է գնալու։ Բոլորիդ հետը ստանելու եմ։ Ըստ տեղեկությունների նաև զգուշացրել է, թե ոչ ոք հույս չունենա, որ կկարողանա պայմանավորվել Քոչարյանի կամ Կալուգացու հետ։ Հրապարակը գրում է. Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը խաղաղության թեման հաղթաթուղթ են դարձրել իրենց ձեռքին եւ շարունակ խոսում են նաև սահմանազատման մասին ու հավաստիացնում, որ դրա արդյունքում ադրբեջանական զինուժը դուրս է գալու Հայաստանի սուվերեն տարածքի այն 200 քառակուսի կիլոմետրից, որտեղ արդեն 4 տարի է նստած են եւ անգամ դիրքեր են կառուցում, գործող զինվորականները խոսում են այն մասին, որ դա անհնարին է լինելու, եթե Հայաստանը չդիմի ուժային միջոցով նրանց դուրս մղելու քայլին։ Բանն այն է, որ ադրբեջանցիները որևէ կերպ չեն համաձայնում 2021-ից 2022 թվականներին օկուպացրած տարածքներից դուրս գալ անգամ սահմանազատումից հետո։ Գաղտնիք չէ, որ նրանք հիմնականում ռազմավարական նշանակության տարածքներ են զավթել եւ հիմա էլ տարածքային նորանոր պահանջներ են ներկայացնում մեզ։ Թերթի զրուցակցի խոսքով, եթե Փաշինյանը մնա եւ լինի հետագայում որոշողը, ապա նա որևէ խնդիր չի տեսնում այդ տարածքներն ադրբեջանական կողմին թողնելու հարցում։ Սակայն զինվորականներն ասում են, որ դա աղետալի կորուստ է մեզ համար եւ մենք հետո ենք հասկանալու, թե այդ ստրատեգիական դիրքերը թշնամու վերահսկողության տակ գտնվելն ինչ ողբերգական հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։ Հրապարակը գրում է. Հանրապետության օրվա առթիվ զինված ուժերի ներկայացուցիչների պարգևատրման հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել։ Ինչպես հայտնի է, Փաշինյանի որոշմամբ բարձրագույն պարգևի են արժանացել փոխնախարար նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, Լամպեչկա մականունով եւ պաշտպանության մյուս փոխնախարար Կարեն Բրուտյանը, որոնք հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալներ են ստացել։ Բանն այն է, որ զինված ուժերում երկուսին էլ յուրային չեն համարում, առավել եւս երկուսն էլ չեն փայլում իրենց մասնագիտական կարողություններով։ Արման Սարգսյանը ըստ համակարգի թերթի աղբյուրների միջակ կառավարիչ է, իսկ Բրուտյանի մասին պատմում են, որ օրվա մեծ մասը սթափ վիճակում չէ եւ նայել է եկվոր ֆինանսական համակարգից։ Նաեւ ըստ լուրերի փողի հանդեպ մեծ սեր ունի եւ Փաշինյանը իմանալով այդ մասին 2021 թվականին նրան տեղափոխել է պաշտպանության նախարարություն, նախարարի տեղակալի պաշտոնին։ Տարիների ընթացքում նա զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, այդ թվում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, այնուհետև ֆինանսների նախարարի առաջին տեղակալ։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանը որոշել է տերոր անել արցախցիների շրջանում։ Նախորդին հայտնի դարձավ, որ արցախցի նախկին զինվորական Վլադիկ Խաչատրյանին ծանոթացել են, որ Ազատի մոտ 20 տարվա ծառայության համար տրամադրված ծառայողական բնակարանը։ Նա երկրորդ կարգի անժամկետ հաշմանդամություն ունի, իսկ բնակարանն էլ իր եւ ընտանիքի միակ կեցավայրն է։ Թերթին ասել են, որ Վլադիկ Խաչատրյանը միակը չէ, որին ծանոթացել են, Ազատել ՊՆ-ի տրամադրած ծառայողական բնակարանը։ Թիրախում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի Միշայի մտերիմ զինվորականներն են եւ նրանք, ովքեր այս տարիներին չեն հասցրել սեփականաշնորհել բնակարանները։ Ուստի ստիպված կլինեն հանձնել ՊՆ-ին։ Անկամ քաղաքական չեզոքություն պահպանող արցախցիներով է զբաղվում։ Թերթի աղբյուրի կարծիքով սա պայմանավորված է Փաշինյանի արցախցիների նկատմամբ խոր ատելությամբ եւ Ալիևի առջեւ ստանձնած պարտավորություններով։ Հրապարակը գրել էր, որ ՀՀ զինված ուժերում եւս ծառայողներին ցուցակագրում են, որ իմանան, թե ԿՊ-ն ինչքան ընտրող ունի։ ԱԱԾ-ի ռազմական ոստիկանության միջոցով փորձում են հայտնաբերել ընդդիմադիրների նկատմամբ չնչին համակրանք ունեցող զինվորականներին եւ տեղեկացնել, որ այլևս նպատակահարմար չեն գտնում, որ նրանք շարունակեն ծառայությունը։ Սուրեն Պապիկյանն ապա քաղաքական այս կառույցն ամբողջովին քաղաքականացրել է, ինչպես կուսակցականացրել է ԵՊՀ-ն, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ամենուր դեկանների
ամբիոնի վարիչների պաշտոններին կարգել է ծանոթներին, իր առաջ խոնարհվողներին, իսկ ՊՆ-ն ուղղակի դարձրել է սրտիկներ անող կանացիկ կերպարով տղամարդկանց համակարգ, որտեղ բացարձակապես չեն մտածում մեր սահմանների պաշտպանության եւ թշնամու զինուժը Հայաստանի սուվերեն տարածքից հանելու մասին։ Ժողովուրդը գրում է. 2022 թվականից Ադրբեջանում Ալիևի հովանու ներքո գործում է Western Azerbaijan Community Արևմտյան Ադրբեջան համայնք կազմակերպությունը, որը պետական աջակցությամբ միջազգային հարթակներում առաջ է մղում այն թեզը, թե Հայաստանից ներկայ տարածքների զգալի մասը պատմականորեն ադրբեջանական հողեր են, իսկ այնտեղից հեռացած ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց իբրև թե նախնիների բնակավայրերը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հրապարակայնորեն աջակցել է այդ կառույցի գործունեությանը։ 2025 թվականի դեկտեմբերին Բաքվում անցկացված միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ալիևը հայտարարել էր. «Մենք հավատում ենք, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողերը»։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն զարգացնել Արևմտյան Ադրբեջան թեման։ Այսպես արդեն հայտարարվել է, որ 2026 թվականի հունիսի 18-ից 19 Նախիջևանում տեղի կունենա Return to Western Azerbaijan վերադարձ Արևմտյան Ադրբեջան խորագրով 3-րդ փառատոն համաժողովը։ Միջոցառումը կազմակերպվում է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչության, Ադրբեջանի կրթության նախարարության, Նախիջևանի պետական համալսարանի եւ Western Azerbaijan Community-ի կողմից։